Պարոն Պետոյան, մենք ձեր համայնքի բնակիչներից պարբերաբար ստանում ենք ահազանգեր, որ ձեր համայնքապետը պարոն Ոսկանյանը իր ազգականներին տեղավորել է քաղաքապետարանում աշխատանքի, բացի այդ նրա անվան շուրջ է կապվում գործարքը Տուֆաշեն գյուղի արոտավայրերի հետ կապված, ինչպես եք այս ամենը մեկնաբանում։ Հարգելի անդրադառնալով ձեր առաջին հարցին պատասխանեմ։ Անկեղծ ասած, ինձ համար մի քիչ տարօրինակ է նմանատիպ բան լսելը կապված աշխատանքի ընդունվելու հետ, որովհետև ես կարող եմ հստակ ասել, որ Արտիկի համայնքապետարանը այն բաց թափանցիկ կառույցներից մեկն է, որտեղ որ աշխատանքի նմանատիպ խնդիր երբևիցե չի առաջացել, ազգ բարեկամական հարաբերություններ այդ սկզբունքը ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ այստեղ ինչպես որ ձեզ են ասել, երբևէ չի գործել։ Մարդիկ այստեղ աշխատում են ըստ իրենց մասնագիտական ունակությունների, ըստ այն համապատասխան որակների, որ իրենք ունեն։ Իմ անձնական շփումը պարոն Ոսկանյանի հետ եւ նրան երկար տարիների արդեն գիտենալը կարող եմ ասել, որ Անան Ոսկանյանը մարդկանց աշխատանքի է ընդունում առաջնորդելով բացառապես մեկ սկզբունքով՝ նրա մասնագիտական ունակություններով եւ նրա գիտելիքների կարողություններով։ Հենց այդ սկզբունքով էլ առաջնորդում են ընդունել են Արտիկի համայնքապետարանի աշխատակիցներին։ Իսկ ինչ կմնա աշխատակիցներին աշխատանքի ընդունվելուն, նախ աշխատակիցների գոյությունի համապատասխան մրցույթային հանձնաժողով, երբ որ նրանք եկել են, համապատասխան մրցույթներով անցել են եւ ընդունվել են աշխատանքի։ Իսկ պարոն Ոսկանյանը ինքը անձամբ անկախ ամեն ինչից շատ բարձր է համարում այն հանգամանքը, որ Արտիկի համայնքապետարանում եւ համայնքապետական հողակներում աշխատեն այնպիսի անձինք, որոնք որ կարողանան իրենց գիտելիքները ծառայեցնել ի օգուտ Արտիկ համայնքի։ Իսկ ինչ կմնա այնտեղ գիտեք, ինչ կա, կարող հիմա մի մարդ, երկու մարդ լինեն նրա հեռավոր ազգականը կամ նույնիսկ բարեկամը կամ նույնիսկ ազգականը դրանով ամբողջական պատկեր կազմել եւ ասել Արտիկի համայնքապետարանը, որը իր վարչական կենտրոններով, համայնքապետական կառույցներով ունի գրեթե 900 աշխատակից եւ դրանք ընդունվել են աշխատանքի նմանատիպ սկզբունքով կներեք դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Անան Ոսկանյան համայնքի ղեկավարը այն համայնքի ղեկավարներից է, որոնք որ բացարձակապես նմանատիպ սկզբունքներով չեն առաջնորդվել, որոնք որ միշտ առաջնորդվել են, որ պետք է աշխատեն այնպիսի մարդիկ, որոնք ունեն մասնագիտական կարողություններ, որոնք ունեն գիտելիքներ եւ իրենց տարիների փորձը նաեւ գիտելիքները, ունակությունները կարող են ծառայեցնել ի նպաստ Արտիկ համայնքի։ Այսքանը այդ հարցի կապակցությամբ։ Իսկ մեքենայի մասով ինչ կասեք, շատ էսպես չար։ Գիտեք, մեքենայի կապակցությամբ Անահիտ ջան, կարող եմ ասել, որ երբ որ ես դա լսում եմ, ինձ համար դա նույնիսկ ավեշտալի է թվում։ Ինչու՞, որովհետեւ դրանք սադահոր լուրեր են, իրականությանը չեն համապատասխանում։ Անան Ոսկանյանը ինքը ունեցել է ավտոմեքենա, բավականին թանկարժեք ավտոմեքենա, որը վաճառելով ձեռք է բերել այդ ձեր կողմից հիշատակված ավտոմեքենան։ Եվ հետո էլ կարող եմ ասել, որ Անան Ոսկանյան անձը այն մարդն է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում միշտ էլ, ինչքան որ ես իրեն գիտեցել եմ, իսկ ես իրեն գիտեցել եմ բավականին երկար տարիներ, դեռևս մինչև ինքը համայնքի ղեկավար եղել է, ինքը միշտ էլ առանձնացել է, ինքը միշտ էլ ունեցել է լավ ավտոմեքենաներ, ինքը դրա խնդիրը երբեք չի ունեցել եւ ինքը այն մարդը չէր, որ որևէ մեկից որևէ բան վերցներ։ Անան Ոսկանյանի աշխատանքը թափանցիկ է, բաց է։ Ես կարծում եմ, որ դուք ինքդ էլ այդ աշխատանքը մշտապես տեսնում եք լրատվամիջոցների հրապարակումներից եւ նաեւ մեր Facebook-յան կայքեջից, դրանք ընդամենը սադահող տեղեկություններ են։ Անձը տարածել է, այդ վաճառել է իր ավտոմեքենան, ձեռք է բերել նոր ավտոմեքենա, ավտոմեքենան էլ ձեռք է բերվել արտերկրից, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ ավտոմեքենա գնելու համար շատ ավելի մեծ գումար պետք է վճարել, իսկ համապատասխան կոմպլեկտացիայի սարքավորմամբ ավտոմեքենա ձեռք է բերվել արտերկրից։ Եվ պարոն Ոսկանյանն մշտապես ասել է, որ ինքը կարող է համապատասխան փաստաթղթեր տրամադրել, ինքը դրա խնդիրը չունի, չափազանց բաց է, թափանցիկ է այդ ամենը։ Պարոն Պետոյան, դուք ասում եք նախկին մեքենան վաճառել է, նորն է արել, բայց այսպես մեծ հասած տեղեկություններով մոտ 50-60 հազար դոլարի տարբերություն կա այդ վաճառքից, այսինքն նախկին մեքենան ավելի էժան է վաճառվել, իսկ ձեռք բերվածը ավելի թանկ է։ Բայց պարոն Ոսկանյանն էլ ինձ հետ զրույցում նշել է, որ հենց այդ վաճառած մեքենայի գնով է առել ավտոմեքենա։ Գիտեք, եկեք ավտոմեքենայի տնի կամ նմանատիպ հարցերի մեջ այսպես շատ չկենտրոնանանք, ես ձեզ արդեն ասացի, որ նախ ավտոմեքենաներն են իրենք կարող են տարբեր գին ունենալ
եթե մասնագիտական տեսակետից գնաց, ավտոմեքենան կարող է Հայաստանի Հանրապետությունում մեկ այլ կին ունենալ, արտասահմանում մեկ այլ կին ունենալ։ Դրա համար էլ պարոն Ոսկանյանը այդ գնային սահմաններում ոնց որ ինքը պետք է տար ավտոմեքենան Հայաստանի Հանրապետությունից ձեռք բերել, այդ գնով Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ ավտոմեքենա կարծում եմ որ հնարավոր չէ ձեռք բերել։ Եվ առանց ելնելով այդ հանգամանքից մեքենան արտերկրից գնեցին եւ այդ ձեր ասածն է, գիտեք, մի քիչ արդեն կարծում եմ ծայրահեղությունների բնույթի է։ Ես նորից կկրկնեմ, Անան Ոսկանյան անձը այն մարդն է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում այնքան ժամանակներ իշխան որ ես եմ իրեն գիտեցել, ինքը երբևէ որևէ ավտոմեքենայի խնդիր չի ունեցել, ինքը միշտ էլ լավ, եթե նմանատիպ ձևակերպում ասեմ, ավտոմեքենաներ ունեցել է եւ առանձնացել է միշտ նրանով, որ ինքը միշտ ունեցել է եւ լավ, այո, եւ թանկարժեք ավտոմեքենաներ մինչեւ իր պաշտոնավարումը։ Գինում Պեմզաշենի գյուղապետի պաշտոնն է զբաղեցրել Անան Ոսկանյանը, նաեւ ԵԿՄ-ի հետ կապ ուներ, Մանվել Գրիգորյանը իր կնքահայրն է եղել։ Հարգելի Անա, այդ հարցի կապակցությամբ կարծում եմ ճիշտ կլինի, որ դուք այդ հարցը տակ անձամբ պարոն Ոսկանյանին, այն ինչ որ նրան անձնապես է վերաբերում, ես կխնդրեմ այդ հարցը դիմել անձամբ իրենց։ Ամենայն դեպս ասեց իմ մամուլի քարտուղարը բոլոր լիազորությունները ունի պատասխանելու սեր բոլոր հարցադրումներին։ Աշխատանքի բնույթով կալված հարցերին ես կարող եմ պատասխանել, իսկ եթե դուք ինչ-որ անձնական հարց եք ուզում ունենալ իր անձնական հարաբերությունների հետ այլ մարդկանց հետ, կխնդրեի այդ հարցը ուղղել անձամբ իրեն, Անահիտ ջան։ Պարոն Պետոյան, վերադառնանք արոտավայրերի թեմային, Տուֆաշենի արոտավայրերի հետ կապված գյուղացիները ասում են իրենց ձեռքից խլում են, տալիս են նոր կյանք համայնքի բնակիչ Ռաֆիկ Պետրոսյանին, ով հանքարդյունաբերությամբ է զբաղված, այս պատմության հետ կապված ինչ կասեք։ Անահիտ ջան, ուրեմն նախ անդրադառնալով այդ հարցին ես ասեմ, դուք ասացիք նոր կյանք համայնքի բնակիչ, ելնելով այն հանգամանքից, որ Արտիկի համայնքապետարանի աշխատող եմ, ես մշտապես լրագրողներին եւ մամուլի պատասխանատուներին ասում եմ, երբ որ մենք խոսում ենք բնակավայրերի մասին, երբ որ խոսում ենք համայնքի մասին, կխնդրեի, որպեսզի այդ տերմինոլոգիան նրանք էլ եւ դուք էլ ճիշտ օգտագործեիք, որովհետեւ դրանից բավականին բան կախված ոչ թե նկավայրին, համայնք այսուհետ միայն Արտիկն է, ամեն։ Իսկ ինչ կմնա այդ տարածված տեղեկություններին։ Այդ տեղեկությունները, որ ինչ որ մեկի ձեռքից ինչ որ մեկը բան է խլում, ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում։ Գոյություն ունի Արտիկ համայնքի համապատասխան ավականու որոշում, որ տրվել է 2023 թվականին։ Ավականու որոշման հիման վրա թույլատրվել է, որպեսզի մրցույթային հանձնաժողովը անցկացնի վարձակալության մրցույթ։ Տեղի ունեցել վարձակալության արոտավայրի վարձակալության մրցույթ։ Վարձակալության մրցույթի հիման վրա համայնքի ղեկավարը որոշում է կայացրել, որ այդ տվյալ արոտավայրը տրվել է ձեր կողմից հիշադակված նախ ես այստեղ էլ կցանկանայի մի փոքր ճշտում կատարել, տեսեք այդ բնակիչները ասում են նրանք ոչ միայն բնակիչի մակարդակով են տարածել, այլ ինֆորմացիան այնքան էլ ճիշտ չէ, ոչ թե ասած էր ասած Ռաֆիկ Պետրոսյանն, այլ Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանն։ Որդին։ Այո։ Եվ երրորդը արդեն վարձակալության մրցույթի հիման վրա համայնքի ղեկավարը տվել է որոշում։ Որոշման հիման վրա կնքվել է պայմանագիր։ Պայմանագրի օրինակը, այն օրինակը, որը որ պետք է մնար Արտիկի համայնքապետարանին, հիմա գտնվում է ինձ մոտ։ Պայմանագիրը նոտարը չէր կնքի, եթե համապատասխան ստորագրությունները չլինեն, եթե համապատասխան բոլոր փաստաթղթերը ճիշտ չլինեին։ Եվ հետո էլ բնակչի ասածը ես չեմ կարծում, որ լրատվամիջոցը պետք է ճիշտ ընդունի։ Բնակիչը կարող է իր անձնական դիրքորոշումը արտահայտել, բնակիչը կարող է ինչ-որ անձի հետ որևէ կոնֆլիկտ ունենալ եւ դրանից ելնելով կարծիք արտահայտել։ Իսկ արդեն իրականությունը հետեւյալն է, ինչպես որ ես ձեզ ասացի։ Այնտեղ վարձակալությամբ տրված է, վերցված է եղել, որպեսզի թույլատրեն անցկացնեն հանրային քննարկում տեղի ունենա, հանրային քննարկումը պետք է տեղի ունենար, որպեսզի այնտեղ գեոդեզիական աշխատանքներ կատարեն, բայց տեղի բնակչությունը բացասական եզրակացություն է տվել։ Իսկ ինչ նպատակով էին այդ արոտավայրերը օգտագործվելու։ Դե հիմա տեսեք, ես ասացի, չէ, նրանք հանրային քննարկում են ցանկացել, հանրային քննարկումը Տուֆաշեն գյուղի վարչական ղեկավարը այդ հարցի պատասխանը արդեն տվել է։ Այնտեղ պետք է գեոդեզիական աշխատանքներ կա Երբեբանական աշխատանքների համար թույլտվություն ստանան, բայց բնակչությունը բացասական եզրակացություն է տվել եւ որևէ աշխատանք չի կատարվել։ Իսկ Տուֆաշենցիներից դիմել էին մրցույթին այդ արոտավայրերը վարձակալելու հետ կապված։ Ինչքան որ ես գիտեմ, որ ոչ։